Շնորհակալ եմ։ Երկու բառ եմ ուզում ասել։ Ամենակարևորը ինչ նպատակով որ սկսել եմ կառուցել, սարքել, երկար մտածել եմ, հաշվարկել եմ, գծե բռնել եմ եւ իմ նպատակն է եղել, որ որպես մենք առաջին քրիստոնեաց աշխարհում, որ սա կարողանանք իրականացնել, որ մենք ասելու բան ունենք, աշխարհին ներկայանալու, հաշտության, համերաշխության, միասնության համար մենք տաղանդավոր ազգ ենք, հզոր ազգ ենք, հզոր պատմություն ունենք, բայց մենք միայն ու միայն պետք է կարողանանք միասնական լինել, այն նախանձը չարությունը չլինի, չկամությունը չլինի, այլ իրար կողքին ենք, որ սա իրականություն դարձնենք, եւ օր-օրի տեսնելով հազարավոր մարդիկ են գալի, դա կլինի շաբաթ, կիրակի, ամեն օր, աշխարհի տարբեր ծայրերի զանգեր կան, որ ուզում են կան տեսնեն, իրանք էլ մասնակից լինեն, ու ես ամեն օր մտածում եմ, որ ճիշտ բան եմ արել, ճիշտ նպատակին, որ այսօր մարդիկ աղոթներ շուրթերին, բարձրանալով, հույսով, հավատով, ժպիտները դեմքերին ցանկանում են մասնակից լինել, հույսով, հավատով, որ լավ է լինելու, 100% լավ է լինելու, ու իմ ամենակարևոր նպատակը, որ հայտարարել որ սա լինի ազգային կառույց, ազգովի կառույց է, ամեն մեկը, տարբեր ոլորտի, արվեստ, մշակույթ, կրթություն, երիտասարդություն, կռվող տղաները, քոչակառուները, բոլորը դիում են, բոլորի համար դռները բաց են, բոլորն էլ կարող են գալ, տեսնելով այն, որ պետք է լինի ազգային, միասնական կառույց, հույսի, հավատի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գալու, մեր երեխեքին չթողելու այս խեղճ վիճակում, դա մենք կարող ենք անել միասին, ով ինչ կարանի, նա պետք է անի, ծանոթ բարեկամով չի, կուսակցությունով չի, այլ կարանի, պետք է նարություն տաս անի, որը դա իծնի ասու կամոք դա այդ մարդուն է շնորհը տրված է։ Եվ ուզում եմ ասել, որ բոլորը ուշադրություն ունեք, այսօր ես ուղերձ եմ հղելու։ Ինչ որ ես քանի ժամանակ տեսել եմ, զգացել եմ, ձեր բոլորի նպատակն էլ թող իրականություն դառնա։ Անհնարին ոչինչ չկա։ Պետք է ունենաս հույս, հավատ, պահվածք, նվիրվածություն, արդարություն։ Մնացած ամեն ինչ Աստված կտա։ Աստված այդ շնորհը կտա, եթե մարդը նախանձ չի, այլ կամեցող բարի մարդ է։ Աստված պահպան բոլորին։